44-օրյա պատերազմը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Արցախի ամբողջ շփմագծով և մի շարք հատվածներով Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Առաջին իսկ ժամերից օգտագործվեցին ծանր հրետանիներ, հարվածային ԱԹՍ-ներ և օդուժ։ Ադրբեջանի գործողություններին մասնակցում էին նաև Թուրքիայից ժամանած հրահանգիչներ և Սիրիայից բերված վարձկաններ։ Սա համապատասխան ուժերի հավասարակշռությունը լուրջ կերպով փոխեց։ Պատերազմի առաջին օրերից Ադրբեջանի հիմնական ուժային հարվածը ուղղվեց հարավային հատված՝ Ֆիզուիլ, Ջաբրայել, Հադրուտ։ Սա մի տարածք էր, որտեղ լեռնային ու հարթավայրային ռեֆլեքսը թույլ էր տալիս արագ առաջադիմել։ ԱԹՍ-ները գրեթե առավոտից երեկո հարվածում էին հայկական ստորաբաժանումներին, իսկ ծանր տեխնիկան անդադ ներթափանցում էր մեր պաշտպանական գծերը։ Չնայած հրամանատարների ու զինվորների հերոսական դիմադրությանը, հարավում ճեղքումը խորացավ։ Առավել դժվար դարձավ Հադրութի պաշտպանությունը։ Քաղաք, որը ոչ միայն ռազմավարական, այլև խորհրդային նշանակություն էր Արցախի համար։ Հյուսիսում, Թալիշ մատաղի հատվածում մարտեր ավելի երկար մնացին համառ ու պաշտպանողական։ Հայկական ուժերը կարողացան երկար ժամանակ պահել դիրքերը, հակահարձակումներ իրականացնել և մեծ կորուստներ պատճառել հակառակորդին։ Սակայն քանի որ հարավում հակառակորդը հասնում էր խորք, հյուսիսային պաշտպանությունը նույնպես սկսեց ճնշվել։ Պատերազմի վերջին ու ամենադրամատիկ փուլը դարձավ Շուշի համար մղվող մարտը։ Ադրբեջանի հատուկ ջոկատայները անտառներով ու ձորերով հասան քաղաքի մատույցները։ Շուշի համար մղվող մարտերը միաժամանակ էին՝ փողոցներում, անտառներում, ժայռերի միջով։ Քաղաքը պահել նշանակում էր պահել Արցախի սիրտը, բայց ուժերը արդեն խիստ բացակայում էին։ Մի քանի օր տևած դաժան մարտերից հետո հայկական ստորաբաժանումները ստիպված եղան նահանջել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին պայմանագիր, որով դադարեցվեցին մարտական գործողությունները։ Դրա համաձայն, Ադրբեջանը վերահսկողության տակ պահեց բոլոր այն տարածքները, որոնք գրավել էր պատերազմի ընթացքում։ Շուշին անցավ Ադրբեջանին։ Արցախի մնացած հատվածներում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Տասնյակ հազարավոր արցախցիներ դարձան տեղահանված։